Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելետ օրտեր, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանից, շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան, մեր հավերժության համար։ Աշխարհաքաղաքական բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել եւ այնինչ դժվար էր պատկերացնել, ասենք 3-4 ամիս առաջ, հիմա կարծեք թե առնվազն քննարկում է դրա իրականություն դառնալ, հա։ Նախ Թրամփը դարձել է ստանձնել արդեն ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Դուք ամենաբացասական գնահատականներն ունեիք Թրամփի նախագահության մասով։ Հիմա Թրամփը նախագահ է եւ Հայաստանն էլ ճակատագրական որոշումների դուռն է կանգնած։ Ինչ անել։ Նախ ասեմ, որ ամենաբացասականը չեմ ունեցել, ամենաբացասականը այլ տիպի է, ես ունեցել եմ օբյեկտիվ գնահատականներ։ Հիմա հարցը ինչպիսին էր, Հայաստանին ինչ ապագա է սպասում, եթե ձեր կարծիքը դնում ենք ձեր կարծիքը հաշվի առնենք Թրամփի վարչակազմի մասին, ապա Հայաստանի համար ձեր պատկերացած Ռուսաստանից շատ չի տարբերվում իրենց առաջարկը։ Ինչ պիտի անի Հայաստանը այս փոփոխությունների շրջանում։ Դեք ես արդեն դադարել եմ դատարկ տեսական երբեք այդպես չեմ էլ արել, բայց հիմա հասկացել եմ, որ ընդհանրապես այդ տեսական բաներ խոսելը շատ արդեն դատարկախոսության ոլորտից է։ Չէ, ուզում եմ ասեմ, ինչ պիտի անի Հայաստանը, իհարկե լավ հարց է, բայց պատասխանը կլինի դատարկ, որովհետև ինչ էլ ասեմ, ինչ պիտի անի, միևնույն է չի անելու Հայաստանը եւ չի լինելու դա։ Դա ինչ կարող է անել, եկեք տենց։ Ինչի հնարավորություն ունի։ Այստեղ արդեն շատ ավելի գլոբալ խորքային հարց է գնում, ինչ պիտի անի Հայաստանը, որ ինքն իրեն փրկի, ինչ կապ ունի Ամերիկայում Թրամփն է, Բայդենը, թե Կամալա Հարիսը կամ ուրիշ որևէ մեկը։ Հայաստանը պիտի բազմաթիվ անգամներ ասել եմ իրապես հստակ քայլերով շարժվեր դեպի արևմուտք, ինչը չի արվել, ինչը չի արվում, փոխարենը արվում է իմիտացիա։ Հայաստանը պիտի որևէ պարագայում չգնար այն զիջումներին, որին գնում էր, Հայաստանը պիտի պատրաստվեր հավերժական պայքարի եւ նաեւ պիտի պատրաստվեր պատերազմի, ոչ թե պատրաստվեր այսպես կոչված խաղաղությունը, որը արկա է միայն գերեզմանում եւ տանում է այս երկիրը եւ այս ժողովրդին ուղիղ դեպի գերեզման առանց անկասելիորեն եւ առանց կասկածի։ Դա չի արվում, դա պիտի արվեր։ Պատերազմից անցել է 5 տարի, պատերազմից չասեմ ակտիվ ռազմական գործողություններից, որտեղ պատերազմը ընթանում է, անցել է մոտավորապես ուղիղ 5 տարի եւ այս 5 տարվա ընթացքում Հայաստանը փոխանակ փորձի ոտքի կանգնել, փոխանակ իրապես զինվի, փոխանակ ագրեսիվ պաշտպանողական քաղաքականություն որդեգրել է ծնկաչոք սողալու, չզինվելու, մերկանալու, բոբիկանալու, հանձնվելու քաղաքականություն։ Հիմա այս պարագայում եւ սա այս քաղաքականությունը արժանանում է համ ընդհանուր երկրի ներսում, համ ընդհանուր հավանության։ Հիմա այս քաղաքականության պայմաններում ինչ էլ խոսենք դատարկաբանություն է։ Ես իհարկե նայում եմ երբեմն, որպեսզի համոզվեմ ինքս իմ ճշմարտացիության մեջ, այն խոսող գլուխներին, այն այսպես կոչված փորձագետներին եւ նաեւ սազանդարներին, որոնց մեծ մասը նույնպես ներկայանում է որպես փորձագետ, որոնք ինչ որ բաներ են դուրս տալիս, ինչ որ բաներ են խոսում, երբեմն 1-2 ճիշտ վերլուծություն են անում, բայց այդ ամբողջը տխմարաբանություն է, որովհետև կա իրականություն, այդ խորքային իրականությունը եւ փաստը այն է, որ երկիրը գնում է դեպի լուծարում բառացիորեն, պետության, պետականության եւ արդյունքում նաեւ ժողովրդի լուծարում։ Հիմա այս ընթացքում ինչ պիտի անի, ինչ պիտի աներ, այն ինչ պիտի աներ, սա էլ ասեմ ավարտեմ, այն ինչ պիտի աներ այնքան հստակ ու պարզ է, այնքան պրիմիտիվ մի բան։ Դուք ասում եք պիտի գնար արևմուտք։
ինչ ասել է արևմուտք։ Արևմուտք ասել է արևմտյան քաղաքական դաշտ։ Որտեվ հիմա ոնց որ Միացյալ Նահանգները ուրիշ կողմ է գնում։ Չէ, Միացյալ Նահանգները Ուկրաինան գնում էր արևմուտք։ Եկեք այո, Ուկրաինան գնում էր արևմուտք, հիմա Ուկրաինան Ուկրաինայի հարցով Թրամփն ու Պուտինը բանակցում են տարածքներ, որ պետք է թողնեն Ռուսաստանին, որ պիտի հանքերը տան Միացյալ Նահանգներին, հա։ Սա էր ձեր պատկերացած արևմուտքը։ Ոչ, իմ պատկերացրած արևմուտքը դա չի եւ դա անգամ ամերիկացիների պատկերացրած արևմուտքը չի, դա եվրոպացիների պատկերացրած արևմուտքը չի։ Արևմուտքը հավաքական երևույթ է մշակութային, քաղաքական եւ նաեւ մինչեւ վերջերս ռազմական առումով, բայց դա միատար, այսպես սովետական եւ ռուսական պատկերացումներով մի տարածք չի, որ սովետական միությունը մի տեսակ է մտածում, Ռուսաստանը եւ իր ճորտ պետությունները մի տեսակ են մտածում եւ գործում, այդպես չի։ Կան տարբերություններ, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա վարչակազմ, որը բոլորովին տարբեր քաղաքականություն է վարում, քան երբևէ վարվել է Միացյալ Նահանգներում եւ հանդիպում է հսկայական հակազդեցության երկրի իսկ ներսում եւ ասել, որ դա արևմուտք է կամ արևմուտքի գործողություններ են, ճիշտ չի, դա նախագահ Տրամպի վարչակազմն է եւ Տրամպի գիծն է։ Ես եմ, ենթադրենք Հայաստանի իշխանությունները լսել էին ձեզ ու գնում էին դեպի արևմուտք։ Այո։ Գալու էր Տրամպը Պուտինի հետ Ինչ կապ ունի պայմանավորվել մեր տարածաշրջանի մասով։ Իսկ հիմա չի պայմանավորվելու, հիմա պայմանավորվելու եւ հիմա մենք լրիվ բոբիկ ենք։ Այն ժամանակ էլ էինք բոբիկ, որովե բան։ Այն ժամանակ էլ էինք բոբիկ, բայց չգնացինք։ Կարող է ուկրաինացիներից հագնված։ Նա ես ձեզ ասեմ, ուկրաինացիներից ավելի լավ հագնված որևէ մեկը չկա։ Մենք եւ Հիմա իրանց հարցը պայմանավորվում են առանց իրենց։ Տեսեք, այդպես չի լինելու եւ ամբողջությամբ այդպես չի լինի։ Դուք տեսնում եք եւ հուսով եմ, որ գոնե երբ որ մենակ եք մնում, դա ինքներդ ձեզ խոստովանում եք, թե վստահ եմ, որ եթերներում երբեք չեք խոստովանի, որ Զելենսկին եւ ուկրաինացիները, եթե իրենց այսպես չդրսևորեին կամային տղամարդկային եւ աննահանջ եւ նահանջելիս եւ զիջելիս այնպես զիջեին, որ դրա դիմաց գոնե մի բան ստանային, այսօր Ուկրաինա եւ Կիև չէր լինի։ Հայաստան եւ Երևան չի լինելու մեր պահվածքի արդյունքում։ Տատս ասում էր 1000 բվին, հələ պատրաստ կտեսնենք, հələ թող ավարտվի այս process-ը։ Մենք կտեսնենք Կիև կմնա, Ուկրաինա կմնա, չի մնա։ Չի կարող չմնալ, որովհետեւ Ուկրաինան Եվրոպայի մաս է։ Եվրոպան եւ արևմտյան քաղաքակրթության մի խիստ ծանրակշիռ հատվածը Եվրոպան Ուկրաինային դիտարկում է որպես իր անվտանգության ամենակարևոր բաղկացուցիչն այս պահին։ Եվ չի կարող լքվել Ուկրաինան, դա եվրոպացիները իրենք թույլ չեն տա եւ հենց Ուկրաինայի հանդեպ Միացյալ Նահանգների վարչակազմի այս նոր վերաբերմունքի շնորհիվ է, որ եվրոպական բանակի մասին է այսօր խոսք գնում։ Շատ լավ բան, ես դրա վերաբերյալ հարց ուզում տալ։ Տեսեք, իհարկե Եվրոպան կարող է ուզենալ միայնակ թողնել Ուկրաինային։ Ես չգնաց կասկածում եմ այս բան վրա, բայց Եվրոպան ինքը իրենով եվրոպական միության անդամ երկրները անվտանգության սպառող են, ոչ թե արտահանող։ Իրենց անվտանգությունը հենված մի րոպե այլևս չի, այդ բանակը չեն ստեղծել։ Կապ չունի։ Մի րոպե, չէ, դուք ավարտեն։ Դե մեծացնելը մի բան է, ռազմաարդյունաբերություն ունենալ այն ծավալների, որը հնարավորություն կտա քո անվտանգությունը քո միջոցներով ապահովել, դա լրիվ ուրիշ բան է։ Եվ դա առնվազն 1 տասնամյակի մասին չի խոսքը գնում։ Չէ, մի րոպե։ Հիմա Եվրոպան ինքը անվտանգություն սպառող էր։ Գոնե միջև էս պահ։ Հիմա ինչ որոշումներ կկայացնեն, ինչքան ժամանակ կպահանջվի դրանք իրագործելու համար, եկեք դրա վրա չվիճենք, որտեղ ոչ մեկս չգիտեն կոնկրետ ժամանակ։ Հիմա այդ Եվրոպան ինչ անվտանգության երաշխիքներ կարող էր տալ Հայաստանին։ Տեսեք, անվտանգության երաշխիքների մասին հիմա խոսելը անտեղի է, որովհետև Եվրոպան եւ Միացյալ Նահանգները Ուկրաինային ինչ արեցին, տվեցին հնարավորություն դիմադրելու։ Կարևորը դիմադրելն է, այն որ 3 օրվա պլանավորած Կիևի անկումը 3.5 տարում տեղի չի ունեցել այդպես էլ եւ իրենց ամբիցիաների համեմատ ռուսները գրավել են շատ փոքր տարածք ամբիցիաների հետ համեմատ եւ չեն հասել իրենց որևէ կարևոր նպատակի ամբողջությամբ, դա դիմադրության շնորհիվ է ուկրաինացիների։ Ուկրաինացիները դիմադրում են արևմուտքի սատարման եւ աջակցության շնորհիվ։ Բայց իհարկե ամենից առաջ սեփական կամքի ուղեղի եւ արժանապատվության շնորհիվ։ Դրա համար այսօր կա Ուկրաինա եւ Ուկրաինան լինելու է, այնպես չի, որ իրենք կռվեցին, հիմա նախագահ Թրամփը կորոշի եւ ամբողջ Ուկրաինան կնվիրի Պուտինին։ Չէ, Ուկրաինան լինելու է, բայց ավելի քիփլիկ պետություն։ Քիփլիկ չէ, քիփլիկի մեջ ծաղրական բան կա։ Փաստացի կլինի ավելի փոքր,
քան ենթադրենք 6 տարի առաջ էր, 5 տարի առաջ էր, բայց Ուկրաինան կլինի։ Իսկ համեմատության կարգով ասեմ ձեզ, Հայաստանը, որը չգնաց դեպի արևմուտք, որը չպայքարեց, որը աջակցությունից հրաժարվեց Եվրոպայի եւ շարունակում է հրաժարվել իրական գործում, մի րոպե ասեմ ձեզ, Հայաստան չի լինելու, Երևան չի լինելու։ 44 օրյա պատերազմի օրերին առաջարկվել է Հայաստանին աջակցություն եւ այդ աջակցությունից Հայաստանը ըստ ես ներկա չեմ եղել, ես փաստեր չունեմ, բնականաբար չունեմ, շատ տարօրինակ կլներ որ ունենայի, բայց այդպիսի լուրջ խոսակցություններ կան եւ եղել են պնդումներ, որոնց ես հավատում եմ, այսպես ձևակերպեմ միտքը։ Բայց հասարակություն ձեզ չի հավատում։ Թող չհավատան ինձ ինչ։ Հիմա Այսինքն դուք կարծում եք ես շատ եմ հուզվում, որ հասարակությունը չէ, երբ որ դուք ասում եք եղել է աջակցության առաջարկ, պետք է դա պետության անուն, առաջարկության եղել է առաջարկություն, դուք ասում եք դուք եւ այլ մարդիկ ասում են որ Ֆրանսիա ներողություն, դուք եւ այլ մարդիկ ասում են որ Ֆրանսիան ճանաչել Արցախի անկախությունը։ Տեսանք Պրահայում Ֆրանսիայի խավորությամբ ինչ տեղի ունեցավ։ Ֆրանսիայի Արցախի անկախություն ճանաչվեց։ KGB-ական, FSB-ական թեզերը գոնե իմ մոտ մի ասեք։ Դրանք կարող եք ասել բոլոր ձերեն հյուրերի մոտ, Մեր հաղորդումը երբեք առանց KGB-ի չի ասում։ Անպայման, դե ոնց կարող է այդպես լինի։ Որոնց հետ դուք համակարծիք եք եւ բան եք։ Ֆրանսիայի խավորությամբ չեղավ Պուտինը ուղարկեց Փաշինյանին Պրագա եւ ասեց կգնաս Մակրոնի ջեբը։ Իհարկե, եւ ասեց կգնաս այնտեղ այսպիսի հայտարարություն կանես, վերջ։ Այսինքն, այս բաները գիտեք Բորիս, մենք կարող ենք ավելի բաներից խոսել, որոնց մասին չենք խոսել։ Մենք մինչև հիմա խոսում ենք, ախր դուք եք տանում այդ ուղղությամբ։ Ես չեմ տանում։ KGB, ինչ Պուտինը, թեզերը դրանք չէ, Պուտինը ուղարկեց ռուսական, այդպես բեական թեզեր են։ Որտեղից գիտեք, որ Պուտինը Փաշինյանին ուղարկել է, որ Մակրոնի գրպանը բանկցի։ Իսկ դուք որտեղից գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը վատ կառավարիչ է։ Որտեղից գիտեք։ Ես հատ երևում է, չի երևում։ Ես էլ են ինչ որ ասում եմ, երևում է։ Ոնց է երևում։ Ոնց որ ձեզ է երևում, այդպես էլ ինձ է երևում։ Անցանք հաջորդ հարցին։ Թե մենք կարող ենք Պրահայի հայտարարությունը ընթերցել, տեսնենք դա Նիկոլն է հայտարարել, թե Պրահայի այդ բոլոր մասնակիցները։ Ուրեմն ասեմ ձեզ, այն ինչ որ Հայաստանը Ուզում եմ ասել, պարոն Մարտիրոսյան, ներողություն։ Եթե ուզում եք մենք բովանդակային քննարկում ունենանք, դուք ինքներդ մի մանիպուլյացիա։ Ես չեմ Պրահայի հայտարարության տակ կա նաև Մակրոնի ստորագրությունը։ Իհարկե, այնտեղ այդ հայտարարությամբ Արցախը ճանաչում է Ադրբեջանը։ Այո, ես ձեզ ասեմ մի բան, վաղը, երբ, չեմ ասում եթե, ասում եմ երբ Հայաստանի Հանրապետության լուծարման փաստաթուղթ կստորագրվի, այդ փաստաթղթի տակ կարող է ելի լինել ոչ միայն Մակրոնի, այլև մնացած բոլոր աշխարհի պետությունների ղեկավարների ստորագրությունները, որովհետև առաջին ստորագրությունը եւ նախաձեռնությունը լինելու է Հայաստանինը։ Շատ հետեւաբար ես ձեզ հետ համաձայն եմ Մակրոնի բայց այդտեղ ինչ կարևոր է Պուտինն է զանգել Նիկոլին Շոլցն է զանգել Պուտինի սիրուհին է զանգել որովհետև եթե դուք փորձում եք Հայաստանի սեփական մասը Հայաստանի Հանրապետության բաղկացիչ մասը Արցախը օտարելը բարթել Ֆրանսիայի վրա ես ձեզ ասում եմ որ դա ռուսական թեզ է Ֆրանսիան բացարձակապես որևէ մասնակցություն եւ որևէ շահ դրանում չի ունեցել, դրանում շահ ունեցել է Ռուսաստանը եւ Կրեմլը։ Եվ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է եւ արվելու է արևմուտքում, որովհետեւ դա ձեռնտու է Կրեմլին նախ եւ առաջ, որպեսզի ցույց տա, որ տեսեք արևմուտքն է ձեզ հանձում եւ ես ձեզ չեմ հանձում։ Եվ հենց այդ նույն կեղծ պրոարևմտյան դիրքորոշումները իբրև թե Հայաստանի ռեժիմի թույլ տվեք ավարտեմ։ Դրանք նույնպես թելադրված են Մոսկվայից։ Մոսկվան թելադրում է, ասում է խաղացեք դեր իբրև թե դուք իմ հետ վատ եք, իբրև թե դուք գնում եք արևմուտք, որպեսզի առաջին հերթին պատասխանատվությունը իր վրայից գցի այն ամենի համար, ինչ դեռևս լինելու է, այն ինչ եղավ Արցախում, այն ինչ դեռևս լինելու է Երևանի հետ, դա մեկ եւ երկրորդ հերթին որպեսզի ասի մենք ունենք չէ այդպիսի զանգված որ ասում է չգնաց օթանավակայան չդիմավորեց դրա համար Պուտինը ջղայնացավ Արցախը տվեց Սերժ Սարգսյան եւ որպեսզի ասեն դուք այնպես սուպեր այ այսպես արեց դուք այնպես սուպեր սցենար եք բանան որ մասը դու ասեք Պուտինը սա Ռուսաստանը ասում է դուք հակառուս խաղացեք բայց գնաց այսինքն ձեր համար պրիմիտիվ իրականությունը սուպեր սցենար է Չէ, ինքը իրականում պրիմիտիվ է, որտեվ եթե այդքան բան մտածած են, Պուտինը կարա։ Ինքն հիմար են, չեն մտածել։ Պուտինը վստահաբար մի բերան կարող էր Փաշինյանը, անենց արա Հայկ Մարտիրոսյանը չջոգի էս ամեն ինչը, որտեվ այսինքն այդ որ արվեց դուք չեք հասկանա։ Մի րոպե, չէ, ով ասես ձեզ է։ Ինչի՞։ Ինչի՞ եք այդպես կարծում, որ չէինք հասկանա։ Դե որտեվ չէր երևա։ Չէ, ես ձեզ ասեմ, հայ ժողովուրդը դա չի հասկանում, բայց Հայկ Մարտիրոսյանը դա հասկանում է։
Հիմա իրանք թքած ունեն Հայկ Մարտիրոսյանը հասկանում է, թե չէ, իրենց համար կարևորը հայ ժողովուրդը հասկանա կամ բայց արդեն դա էլ կարևոր չի։ Ժողովրդի մեծ մասը հենց դերպես Չէ, ու չի։ մեծ մասը չէ, զգալի Հայ ժողովրդի մեծ մասը դերպես մեղադրումը ռուսներին Արցախ հայ հանձնել։ ժողովուրդ իհարկե։ Ձերպես է մտածում Արամ Զավենովն, ձերպես է մտածում Արման Բաբաջյանը, ձերպես է մտածում Արա Պապյանը, ձերպես է մտածում Տիգրան Խզմալյանը, Մի րոպե, Արա Պապյանին այդ շարքից դուրս դրեք, Արա Պապյանին այդ շարքից դուրս դրեք, որտեվ ինքը եւ նրանք տարբեր թևեր են եւ Ես տարբեր չեմ նմանեցնում իրենց, ես ասում եմ չեն հավատում։ Չէ, ես Արա Պապյանի շահերը չեմ պաշտպանում, ես ասում եմ ուղղակի զանազանենք իրանցից եւ ինձ երբեք խնդրում եմ չհամեմատեք այդ ձեր նշած անձանց թիմի հետ։ Նույն բանն են ասում, ես չեմ համեմատում, կներեք։ Լսեք, ես իմ անձնական կարծիքն է եւ եզրակացությունը եւ ենթադրությունն է, որ այդ մարտիկ խաղում են Նիկոլ Փաշինյանի խաղը, որը իր հերթին խաղում է Կրեմլի խաղը։ Հիմա ինձ մի դրեք այդ զամբյուղի մեջ, դա ինձ համար վիրավորական է։ Ներողություն, ամենևին զամբյուղում դնելու մասին ուզում տրամաբանություն։ Եւ նրանք մի րոպե րոպե հասարակության զգալի մենք իրար հերթ տալու ենք խոսելու։ Իհարկե տալու Այդ մարդիկ շնորհակալություն։ Պարոն Մարտիրոսյան, հասարակության մեծ ես տոկոս չեմ կարող, բայց զգալի մասը ում հետ ես շփվում եմ։ Այդ Պրահայի հայտարարությունը չեն նկատում, ասում են ռուսներն են հանձնել Արցախը։ Հիմա Բորիս ով է հանձնել։ Ով հանձնել չհանձնելու մասին չի հիմա։ Եթե ձեր ասածը լիներ, ներողություն, եթե ձեր ասածը լիներ, եթե սա խաղ լիներ, ապա պիտի ժողովրդին էլ համոզացնի, որ արևմուտքն է հանձնել։ Ժողովրդին հակառակում են համոզել։ Բորիս, ոչ։ Արդեն որպեսի չտեսնել, որ Ռուսաստանն է հանձնել, ես չգիտեմ ինչ պիտի լինել, հա։ Պիտի բացարձակապես ոչինչից ոչինչ չհասկանալ, մեղմ ասած, շատ գեղեցիկ ասած, հա։ Բա ում զորքերն էին Արցախում։ Կավ իտալական զորքեր էին Արցախում։ Ռուսների զորքերն էին Արցախում։ Բայց Բորիս, մենք հիմա կարծում եմ ժամանակ ենք սպանում լավ թեմաների վրա, որոնց մենք բազմաթիվ անգամներ անդրադառնում են թեմաների։ Չէ, դուք եք հարց տալիս, ես մենք բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք դրան եւ ֆիքսել ենք, որ դուք իրականացնում եք կամ քարոզչություն կամ չգիտեք ճշմարտությունը, որովհետեւ անգամ արևմուտքից քարոզիչը դուք չեք, ես եմ, հա։ Ներողություն, իհարկե։ Հիմա տեսեք, արևմուտքից վերլուծական աշխարհ կարևորագույն կենտրոններ, այդ ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցներն ժամանակ գրել են, որ մեզ համար գերխնդիր է, որ ռուս խաղապահները դուրս գան Ղարաբաղից։ Բա ինչքան լավ կլիներ, որ դուրս գային։ Չէ, հիմա ամեն բան արեցին, որ դուրս եկավ։ Ոնց, այսինքն ֆրանսիացիները արեցին, ռուսները պայմանավորվեցին ադրբեջանցիների հետ, գնացին, հա։ Ծախեցին Ղարաբաղը, գնացին։ Լավ, եկեք լուրջ եք ասում, որտեվ սա, գիտեք ինչ, սա անվերջանալի զրույց է, ձեր պարագայում եւ ձեր հետ, այո, դուք միշտ նույն թեզերը ասելու եք։ Ձեր պարագ։ Հիմա լավ, Թրամփը բան է թե չէ, KGB-ի գործակալ է թե չէ։ Պարոն Մարտիրոսյան։ Լուրջ եք այդ հարցը տալիս։ Դե որովհետեւ դա մնաց հարցնելու, այսինքն եթե Թրամփի արվածը Պուտինն է թելադրում, այն ինչ որ ինքը այսօր անում, ոչ, իր երկրի շահերը կամ իր պատկերացրած շահերը։ Եկեք ամերիկյան Մակրոնը ինչ էր դա անում, որտեվ արևմուտքի շահերից այստեղ ընդ որում իրենց չեմ մեղադրում, որտեվ Հայաստանի անունից այստեղ մի մարդ կա կառավարության շենքում նստած, որը կարող է տարբեր կենտրոններից սպասարկի, Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, դա այդ կենտրոնների խնդիրը չի, դա մեր ժողովրդի եւ այս մարդու խնդիրն է, որ ինքը գոյություն ունի այդ պաշտոնում։ Հիմա արևմուտքի շահերը թելադրում էին, որ ռուսները դուրս գան Արցախից։ Արևմուտքի շահերը հիմա էլ թելադրում։ Բայց ոչ թե Արցախը վաճառելով դուրս գան։ Արևմուտքի եւ Հայաստանի շահերն էին։ Արևմուտքը հիմա էլ Հայաստանի շահերն էին շահերը հիմա էլ թելադրում են, որ ռուսները դուրս գան Հայաստանից։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ ռուսների շահերից էլ էր բխում, որ իրանք դուրս գան Արցախից։ Բայց սրա մեջ սա անպտուղ վեճ է, անկեղծ եմ ասում։ Դրա համար հարցեցի Թրամփը KGB-ի գործակալը թե չէ, որտեվ այն ինչ որ ինքը անում է, ձեր պատկերացումների հակառակ Բորիս անլուրջ հարցերի ձեր պատկերացումների հակառակը մենակ ես չգիտեմ, կարող եք ձեր ղեկավարությանը հարցում ուղարկել, թե Թրամփը իրենց գործակալն է, թե չէ, ես չգիտեմ, չեմ կարող։ Լավ, Սեֆիլյան Ժիրայրին կհարցնեմ։ Հիմա գանք Սիրիայի իրավիճակին։ Սիրիայում մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ժողովրդավար ահաբեկիչները Թուրքիայի եւ Արևմուտքի աջակցությամբ տապալեցին Ասադի իշխանությունը, Ասադը ոնց որ ռուսական իշխանությունն էր, հիշում եք, ռեժիմ էր արյունար բում, արտակեր, Ասադի իշխանությունը հիշում եք։ Ասադ հիմա փախածա Մոսկվա, հիշում եք դա, լավ։ Ժողովրդավար ահաբեկիչները ցեղասպանություն են իրականացնում ալեվիների նկատմամբ եւ սա Հայաստանում ոնց որ չեն նկատում նախ
համարում է դե Սիրիան շատ հեռու է, Փարիզը, Մոսկվան, Վաշինգտոնը մեզ շատ ավելի մոտ են։ Եվ երկրորդը այս քաղաքական իշխանության ղեկին գտնվողները, որոնք կարծում են, թե Թուրքիայի հետ կարող են ինչ-որ բան պայմանավորվելու, մեզ այդ ցեղասպանություն տեղի չունենա։ Ես հիշեցնեմ, որ ալևիները առաջիններից էին, որ ողջունեցին ոնց որ Ես Ասադի մի փոքր տապալումը։ ուղեմ ալավիները, որովհետև ալևիները եւ ալավիները երկու Խնդրեմ, խիստ տարբեր այո, բաներ են։ այո։ Ու այդքան տարբեր բաներ չեն, բայց շարունակեք։ Բավական տարբեր են։ Առաջին հերթին հանուն ճշմարտությամբ դի ասենք, որ այդ արևմուտքի անունը մեջը մտցնելը էլի դուք հաջողությամբ արեցիք, բայց ես դրա հետ բնականաբար չեմ համաձայնի, որովհետև արևմուտքի աջակցությամբ չեկան նրանք իշխանության, սիրելի Բորիս։ Եվրամիությունը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է Եղբայր, 26 միլիարդ դոլարի եվրոյի աջակցություն տալ դա Սիրիայի բացարձակ կապ չունի։ Այսօր Ռուսաստանի իշխանությունը փորձում է եղբայրանալ այդ նույն սիրիական ռեժիմի հետ նոր, հա? Եվ այ փոխայցելություններ են եղել, բանակցություններ են ընթանում, ռևերանսներ են արվում Ռուսաստանի կողմից, այնպես որ մի ասեք։ Okay? Սիրիայում էլի կային ռուսական զորքեր, Սիրիայում Ասադի իշխանությունը պահեց Ռուսաստանը 2014-15 թվականներին, եւ հիմա երբ եկավ պահը, արեց այն, ինչ արեց Արցախում, վաճառեց թուրքերին Սիրիան, եւ իր զորքերի մեծագույն մասը հանեց երկրից, հիմա այդ փոքրիկ բազայում փոքրիկ ինչ-որ կոնտինգենտ կա նստած, որի շուրջ բանակցում են հիմա եւ փորձում են խնդրելով սիրիական իշխանություններին եւ Թուրքիային մնալ, որպեսզի այդ մի ոտնատեղ ունենան, բայց իրենց նավատորմը հանել են։ Ես ես հիշեցնեմ, որ երբ այսօրվա ռեժիմի ուժերը շարժվում էին Իդլիբից դեպի Հալեբ եւ հետո Հոմս, Համա եւ Դամասկոս, ամբողջ ճանապարհին ռուսական ռազմական օդուժը որևէ քայլ չձեռնարկեց նրանց դեմ։ Մինչդեռ շատ ինտենսիվ ռմբակոծում եւ հրթիռակոծում էր, երբ իրեն պետք էր պահել Ասադի իշխանությանը, երբ չկար պայմանավորվածություն Թուրքերի հետ հանձնելու Սիրիան Թուրքիային։ Էնպես որ եկեք չխոսենք այդ մասին։ Արևմուտքը կրկնեմ չուներ որևէ զորք Սիրիայում, արևմուտքը երբևէ Ասադին չէր սատարում, բայց նաև Ասադի դեմ ամերիկյան բանակը Սիրիայի քրդական հատվածում։ Ասադի դեմ որևէ քայլ չէր անում նաև արևմուտքը։ Ամերիկյան բանակ կա Սիրիայի քրդական։ Ամերիկյան բանակ չկա, կան ամերիկյան առանձին փոքր զորամիավորումներ, որոնք բանակ չեն, բանակային կորպուս անգամ չեն, դրանք 1-200-ը չեն անցնում թվականակով, հիմնականում ինժեներական զորքեր են, զորք կա ամերիկյան։ հիմա չկա, Սիրիական Քրդստանում կա ամերիկյան զենք եւ կան ամերիկյան ինստրուկտորներ, որոնք պաշտպանում են քրդերին թուրքերից։ Եվ այդ զորքը եւ կոնտինգենտը ոչ մի առնչություն չունի ոչ Իդլիբի տարածաշրջանի հետ եւ ոչ Դամասկոսի հետ։ Ընդ որում ձեզ հիշեցնեմ, որ Իդլիբը Ասադը չվերցրեց, որովհետև չկարողացավ վերցնել ժամանակին, երբ ամբողջ երկրում արդեն ճնշել էր ապստամբությունը, շատ པարզ պատճառով։ Ռուսները եւ թուրքերը պայմանավորվեցին եւ ռուսները Ասադին հանձնարարեցին ձեռք չտալ Իդլիբին։ Եվ դրա համար Իդլիբը միակ քաղաքը եւ շրջաններ, որտեղ պահպանվեց իսլամիստների իշխանությունը, որտեղից էլ հետո Թուրքիան կազմակերպեց հսկայական բանակ եւ այդ բանակը ուղարկեց Դամասկոսի վրա։ Սա է պատմությունը։ Հիմա ինչ էր ձեր հարցը ընդհանուր, էլի Հայաստանի հետ կապված ինչ որ հարցեր։ Գանք Հայաստանին, թե իշխանությունները ինչու են հավատում, որ թուրքերի հետ կարող են լեզու գտնել։ Այս իշխանությունները ես չեմ կարծում, որ հավատում են, որ թուրքերի հետ կարող են լեզու գտնել։ Եթե ինձ հարցնեք, իմ կարծիքն է, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այս իշխանությունները ուղակի գտնում են եւ ես այդպես եմ կարծում, որ իրենք գտնում են, որ Հայաստանը պիտի լինի Թուրքիայի կազմում, որ ընդհանրապես ամբողջ պատմությունը պիտի ջնջվի, որ ես կարծում եմ, ես ներքին հավատամք ունեմ, որ Հայաստանի այս իշխանությունը, այս ռեժիմը պաշտում է թուրքերին եւ թուրքականությունը եւ թուրքիզմը եւ այդ ամեն ինչը եւ ցանկանում է, որպեսզի Հայաստանը լինի Թուրքիա։ Եվ ամեն ինչ կատարում է իմ կարծիքով դրան հասնելու համար։ Սա իմ տեսակետն է եւ իմ հավատալիքն է, խոր հավատալիքն է։ Բայց եթե ինձ հարցնեք փաստեր ունեմ թե չի, իհարկե չունեմ փաստեր։ Չէ, սա եզրակացություն է, սա կարծիք է։ Դրա համար սա կարող է եզրակացություններ, բայց հիմա կլինի ցեղասպանություն թե չէ, դուք ակնարկով եք խոսում, ես արձագանք եմ։ Երբ որ ասում եք արևմուտքից առաջարկ է եղել օգնության, դա եզրակացություն չի կարող լինել։ Դա պետք է լինի փաստ։ Պետք է լինեն անուններ, պետք է լինի առաջարկ։ Ես հավատում եմ այն մարդկանց, ովքեր այդ մասին ասում են, այսպես ձևակերպեմ։ Մենք չենք հավատում, հələ անուններ տվեք։ Դա ձեր գործն է։ Անուններ չեմ։ Հիմա ախր գիտեք հարցը ինչու՞մն է, պարոն Մարտիրոսյան։ Հիմա մեր եթերը կարող են նայել, դե գիտեմ, որ ես KGB-ի գործակալ եմ։
Արդեն բոլորը գիտեն, հա։ Այո, դե կարող են ասել, տեսեք, Հայկն էլ է KGB-ի գործակալ, բայց պայմանավորվել են, որ ինքը հակառուսական բաներ պետք է խոսա, դուք Տեսեք, ինչ եք հոգեկան ասում հիվանդներ Նիկոլին շատ կան։ Հիմա թե ինչ Դե կասեն, հիմա Հայաստանում ինչ շատ չեն կան, ասի, այդպես, ինչ չի հետաքրքրում։ Հա, ինչ չի հետաքրքրում, թե այդ ուղեղը թափված մասը լավ, մեր կամ հիվանդ վերջին մասն ինչ չանինելու կասի։ պարոն Մարտիրոսյան։ Մեր վերջը իմ եւ ձեր, թե Չէ, երկրի վերջը։ Եվ ես եւ դուք ընդհանուր բան չունենք։ Ես ճիշտ ասած ինչ չեմ ուզում այլևս այս երկրի մաս համարեմ, Այդ որովհետեւ նախորդ եթերին ասիկ, Հա, դա շատ էմոցիոնալ կրկնեմ, չէ, արձագանք եղավ։ հա, չգիտեմ ինչ արձագանք Հանրության եղավ, բայց կողմից։ ես չեմ ուզում ինձ ասոցացնեմ այս ամենի հետ, ինչ որ անում են իմ հայրենիքի հետ, ես չեմ կարող ինձ ասոցացնել։ Հիմա վերջը իրենց վերջը ինչ է լինելու եւ Մեր վերջը։ Չէ, իրենց վերջը ինչ է լինելու եւ իմ հայրենիքի վերջը ինչ է լինելու, ես ինձ իրենցից չեմ համարում, այլևս լինելու է Թուրքիա-Ադրբեջան, կարճ ասեմ, լինելու է Թուրքիա-Ադրբեջան, Հայաստանի պետականությունը ընկնելու է, ընդ որում դա արվելու է հայերի ձեռքով ստորագրությամբ, ստորագրողները կապիտուլյացիայի համոզված են, որ լինելու են հայեր, ընդ որում պետության լուծարման փաստաթուղթ է ստորագրվելու, մինչ այդ լինելու է Ինչ այս որևէ պետության հարձակում։ լուծարման փաստաթուղթ ստորագրվել են, ԱԽԴՊ որն է։ Որ մեր հետ Այո, դիալոգի։ ստորագրվել է 1945 թվականի մայիսի 8-ին Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտ է ստորագրվել, դրանից հետո ստորագրվել է Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտ։ Պետությունները մնացին, Չէ, պետությունները չմնացին, ոչ, պետությունները չմնացին։ Մնացին, որ Գերմանիան երկու մասի բաժանվեց։ մի րոպե ասեմ, Բորիս, մնացին ըստ ձեր կարծիքի մնացին, որպես պետություն երրորդ ռեյխը վերացավ ամբողջ արժեքային համակարգը, որը ստեղծված էր այդ ժամանակ, ստեղծվեցին բոլորովին նոր Գերմանիաներ եւ 90 թվականին այդ Գերմանիաները սկսեցին վերամիավորման գործընթաց, որը մինչեւ այսօր իրենց զգացնել է տալիս այսպես մանր ալիքներով։ Բայց պետությունը վերացավ նույն կերպ Ճապոնիան այն տեսքով, որով ինքը կար եւ վերջին 100-ամյակում մինչեւ երկրորդ Մինչև հիմա համաշխարհային Միացյալ Նահանգների ազդեցության տակ է։ Ազդեցության ու հրանգների ոնց որ։ Չէ, այդպիսի բան չկա, դա ըստ ձեր կարծիքի, բայց այնտեղ պետությունը եւ ժողովուրդը չվերացան շատ པարզ պատճառով, որովհետեւ այդ երկրները գրավողները եւ կապիտուլյացիա պարտադրողները վերացրեցին ռեժիմը եւ ցեղասպանելու նպատակ չունեին եւ նպատակ չունեին այդ պետությունները վերացնելու եւ այնտեղ հիմնելու սեփական պետությունը։ Հայաստանի պարագան ճիշտ հակառակն է։ Ընդհակառակը Ամերիկան եւ դաշնակիցները մանավանդ Միացյալ Նահանգները հանդես եկան Մարշալի պլանով եւ հատկացրեցին միլիարդավոր դոլարներ Գերմանիան եւ Ճապոնիան վերակառուցելու համար, մասնավորապես Գերմանիան։ Միլիարդավոր դոլարներով վերակառուցեցին Գերմանիան։ Այսինքն եւ դարձան Գերմանիայի լավագույն դաշնակիցը։ Այս պարագայում կապիտուլյացիայի ենթարկողները Հայաստանին ունեն մեկ խնդիր՝ վերացնել Հայաստանը եւ ոչ թե ինչպես ոմանք կամ շատերը երազում են ստրուկ աշխատեն գրավողների մոտ, այլ նպատակ ունեն ընդհանրապես քշել այստեղից բոլորին, ճիշտ այնպես ինչպես արեցին Արցախում, ինչպես արել են Նախիջևանում, ինչպես արել են ամենուր, քշել այստեղից եւ սա դարձնել սեփական հայրենիք եւ իրենք մեծ փորձ եւ հրաշալի բարձր մակարդակի քաղաքականություն ունեն դա իրականացնելու եւ դա իրականացրել են մարդիկ, ստեղծել են լուրջ կայսրություն եւ այսօր իրենց համաշխարհային գերտերություն դառնալու ճանապարհին կա խանգարող մի հանգամանք, դա Հայաստանի Հանրապետությունն է, որը խցանի պես խրված է իրենց կոկորդին։ Իրենք սա վերացնելու են, քանի որ Հայաստանի ներսում չունեն որևէ դիմադրություն եւ հայ ժողովուրդը կարծես թե դեմ չի հայրենիքը կորցնելու գաղափարին։ Ինչու չկա դիմադրություն, կա դիմադրություն։ Չկա դիմադրություն։ Որից դուք լավ եք։ Կա դիմադրություն։ Իհարկե։ Դուք տանը դիմադրում եք երևի։ Չէ, ԱԺԲ են փողոցում։ Ես չգիտեմ ում մասին ինչ եք ասում Կա Հայաստանում։ անդիմություն, կա դիմադրության Չկա անդիմություն, չկա անդիմություն։ Ինչ պիտի անեն, որ դուք զգայիք, որ կա անդիմություն ու դիմադրություն։ Ինչ որ մարդկանց սպասում անեն, ինչ։ Տեսեք, խոսքը քաղաքական ուժերի մասին չի։ Այսպիսի պարագաներում ընդհանրապես քաղաքական ուժերի կարիք էլ չի լինում։ Նախ ասեմ, որ սա աննախադեպ իրավիճակ է համաշխարհային պատմության մեջ։ Այսպիսի սպառնալիք որևէ պետության գլխին չի եղել վերջին 150-200 տարվա մեջ։ Այս մակարդակի եւ այս տիպի եւ այսպիսի արձագանք էլ չի եղել այդ պետության կողմից եւ ժողովրդի կողմից։ Բայց եթե վերցնենք սրանից ավելի պակաս օրինակները, գոյություն ունի մի երևույթ։ Դա
հանրային ընդհանուր գիտակցության, հանրային ընդհանուր տրամադրությունների արկայությունն է։ Երբ որ կա հանրային տրամադրություն, գիտակցություն եւ հանրային գաղափար, չեմ ասում գաղափարախոսություն, գաղափար, որ օթում է, որ բոլորը դրա շուրջ համաձայն են, որ բոլորը միակերպ են մտածում, բոլորն ասելով նկատի չունեմ 100-ից 100, նկատի ունեմ 100-ից գոնե 90-ը, հա, գերակշռ մեծամասնությունը։ Այսպիսի պարագայում, իսկ այսպիսի պարագան արդեն տեսանելի էր նոյեմբերի 9-ի 2020 թվականին, նոյեմբերի 10-ի առավոտյան։ Բոլորը ժողովուրդը, էլի նկատի չունեմ 100-ից 100-ը, գերակշիռ մեծամասնությունը այդ գիտակցության շրջանակներում առանց կազմակերպիչ ուժի, եւ տեսեք հայերի մոտ այդ բանը կա, չէ, լավ լիդեր չկա, դրանք բոլորը ատմասկաներ են, զզվելի ատմասկաներ։ Այդ բառից զզվում եմ, բայց ասում Դրա ձեզ հետ համաձայն։ Թույլ տվեք ավարտեմ։ Բարեզ դուք զզվում եք, չէ՞։ Հա։ Չէ, ես ռուսերեն շատ լավ տիրապետում եմ, բայց հայերենի մեջ ռուսերեն բառեր չեմ օգտագործում, բայց ռուսերեն խոսում եմ իհարկե, երբ որ պետք է մեկի հետ ռուսերեն խոսել, կարող եմ եւ խոսել։ Հիմա այդ ատմասկան թողնենք մի կողմ։ Ընդհանուր գիտակցության պարագայում մարդիկ փողոց են թափվում եւ գնում են խնդիր են լուծում։ Հեռացնում են իշխանությունը, ճնշում են գործադրում եւ ոչ միայն մարդիկ, պետության մեջ կան այլ ինստիտուտներ եւս, որոնք արտահայտում են դիրքորոշում եւ բավական կոշտ դիրքորոշում։ Եթե կա անհամաձայնություն։ Մեր մոտ բարձր դա միջը fake է։ Մեր մոտ ոչինչ չկա, ոչ միայն fake-ը, ոչինչ չկա։ Հիմա այդ պարագայում կա դիմադրություն։ Այդ պարագայում լինում է դիմադրություն։ Երբ որ դա չկա, կուսակցություններ են, այս կուսակցությունները, որոնք ընդ որում դրանց մեծ մասը պասերով են խաղում ռեժիմի հետ եւ ուղղորդվում են միևնույն կենտրոնից մեկ ռեժիմին պահելու, մեկ իրենց համար այսպես շանսեր եւ հույսեր ունենալու առումով ռեժիմին չեն հերացնում հաճախ կարողանալով այդ պոտենցիալը ունենալով, որտեւ իրենց հանձնարարում են դա չանել եւ այլն, կեղտոտ ինչ որ իրավիճակ է տիրում։ Ինչ որ չէ, ահավոր կեղտոտ։ Դա արդեն, ինչպես ասիկ, fake եւ կապիկությունների ոլորտից է, հա, քաղաքական։ Այդ քաղաքական իրավիճակը։ Հայաստանում դիմադրություն չկա, Հայաստանում չկա կոնսենսուս։ Որևէ կոնսենսուս չկա այն մասին, որ այս եղածը անընդունելի է, կատարվողն անընդունելի է։ Ընդհակառակը, ես համոզված եմ, որ Հայաստանում կա հանրային եւ ոչ միայն Հայաստանում, Սփյուռքում նույնպես, եւ ժողովրդական ահռելի կոնսենսուս Հայաստանը հանձնելու։ Եվ Հայաստանի վրա թքած ունենալու պարագայում, եթե անգամ շատերը դեմ են Հայաստանը հանձնելուն, վախ, բան, մեր Երևանը, բայց մենք չէ այդպես մի ասա, մենք շատ ենք սիրում, բան այս հիմարությունները, որ խոսում են, դա կապ չունի։ Իրենք դեմ լինելով սրան, դեմը լալով կողմ են։ Ես Սփյուռքում եւ Հայաստան, որովհետեւ չկա գործողություն, չկա տրամադրություն ընդհանուր, չկա միասնություն։ Միասնությունն էլ ես միասնության մանյակ չեմ, ես ընդհանրապես դեմ եմ հանրային 100%-անոց միասնությանը, դա արդեն լավ բանի մասին չի խոսում, բայց չկա գերակշիռ զանգվածի ընդհանուր մոտեցում եւ դիրքավորում եւ դիրքորոշում, չկա անգամ գաղափար ինչ է կատարվում։ Այ երբ որ ես ասում եմ, որ սա անհույս իրավիճակ եւ այլևս չկա փրկություն, չի լինելու Հայաստան 100%-ով։ Ես չեմ ասում նրա համար, որ ես վատատես եմ, որ ես ինչպես որոշ կենթանակերպեր են ասում բայղուշ եմ, հա? Չէ, դրա համար չի։ Դա նրա համար է, որ ես նայում եմ հստակ նաեւ որպես մասնագետ արկա իրադրությանը գետնի վրա։ Կա արդյոք այն հիմքը, որի վրա հենվելով ես կարող եմ տեսնել, որ կարող է ելք լինել այս երկրում։ Ոչ։ Վաղը եթե Փաշինյանին հեռացնեն, արդյոք գալու է նրա տեղը մեկը, որը 180 աշճանով փոխելու է Հայաստանի քաղաքականությունը եւ ոչ թե գնալու է էլի խաղաղություն աղերսելու այլ տարբերակով, հա, ինչպես օրինակ նախկին ռեժիմներն են, չէ, որ խոսում են, ասում են բանակցողը, բանակցելը, դրանց համար էլ մանյակի պես կարևորը բանակցելն է, թե ինչ պիտի բանակցվի, դա արդեն չեն ասում։ Իրենք էլ ֆիքսվել են եւ որտեվ բովանդակություն չունեն, բանակցելու, բանակցողի եւ բանակցությունների ֆորմատի վրա։ Թքած թե ինչպես են բանակցում կամ ով է բանակցողը։ Կարևոր է թե դու ինչ ես բանակցում։ Դուք ինչ Բանակցելը չի։ Դուք ինչ կբանակցեք։ Ես չէի բանակցի, Բորիս։ Այս իրավիճակում Պատերազմ կա այդ հարցը։ ոչ, այս իրավիճակում չես կարող դու բանակցել, եթե դու ուղեղ ունես։ Եթե դու նոր իշխանություն ես եւ ուղեղ ունես, չես կարող բանակցել։ Այս իշխանությունը ունի ուղեղ։ Դուք ինչ կանեք։ Մի րոպե ասեմ, այս արկա իշխանությունը ունի ուղեղ եւ բանակցում է, որովհետեւ ունի օրակարգ։ Բայց նոր իշխանությունը չի կարող ուղեղ ունենա եւ գնա բանակցել։ Ես ինչ կանեի։ Ես անմիջապես դուրս կգայի բոլոր բանակցություններից, զուգահեռաբար բացառիկ պայմանավորվածություններ ձեռք կբերեի Ֆրանսիայի հետ,
ասեմ ձեզ մի բան, որը մի քանի անգամ ասել եմ եւ շատ ոչ օրթոդոքս բան է, Սաուդյան Արաբիայի հետ անմիջապես ֆրանսիական զորքեր կբերի Հայաստան եւ ռազմաբազա կտեղադրեի։ Ոնց եք բերել։ Այդպես խոսեի Ֆրանսիայի Չէ, նախագահի ոնց հետ։ է, աշխարհագրորը լասեք ոնց եք բերելու։ Բան կա, մի հատ երևույթ կա, կոչվում է օթանավ։ Նստել եք։ Դա ինչ որ երկրների վրա պիտի գա, չէ։ Ահա։ Իսկ եթե չթողեն, Ով չթողնի։ հիմա ոնց չեն թողում ֆրանսիական զենք բերել։ Այսինքն մի րոպե, ով չթողում, Իրանը չի թողնելու, որովհետեւ ֆրանսիական զորքեր։ Ես չգիտեմ, դուք ինչ ասեք։ Հիմա ովքեր չեն թողում ֆրանսիական Չէ, այդ Հայաստանը գաուբիստները տոտալ, գան։ Հայաստանը տոտալ, Հիմա ով չի թողնում, որ ֆրանսիական բայց գաուբիստները ով չի թողնում, չեն թողնում։ եկել են։ Չեն եկել։ Չեն եկել, որովհետեւ Հայաստան չի բերել։ Չէ, Հայաստան չի բերում։ չեն եկել։ Չեն եկել, որովհետեւ Ես ասեմ ավելին այդ Ով չի թողնում։ ֆրանսիական բաստիոն սրահ մեքենաները կարողացան Հայաստան գալ մի պարագայում, ընդ որում դրանք զենք չեն, ուղղակի մեքենաներ են։ Երբ որ ճնշում բանացվեց Վրաստանի վրա, հենց ժամանակ, երբ որ Վրաստան դեպի Եվրամիություններ գնում։ Բորիս, Հիմա ոնց եք վերելու։ Այդ ամեն ինչը Բորիս։ Մարտիրոսյան, դուք ասում եք մաստագետ, հարում Բորիս։ եք ձեր մաստագիտություն, բայց կա նաև աշխարհագրություն, կա Բորիս։ իրականություն։ Բորիս։ Աշխարհը միայն մի կողմի պատկերացումներով չի շարժվում։ Նրանից որ դուք շատ ինքնավստահ եք խոսում, դրանից իրականությունը չի փոխվում, ինչքան էլ որ դուք փորձեք իրականությունը շեղել։ Իրականությունը այն է, որ Հայաստանը տոտալ շրջափակման մեջ չի։ Այսինքն եւ եթե դուք ասում եք, որ հարևանները չեն թողնում, որը ճիշտ չի, բայց դուք այդպես մնդում եք հարևանները չեն Ես թողնում։ ասում չեն թողնի, երբ որ Մի րոպե Հայաստան ինչ-որ զենք պայելի կա, չեն ասում եք ֆրանսիական հաուբիսները չեն գալիս եւ որ այդպես չի։ Եթե ստացվում է այդպես, ապա ստացվում է, որ այս իշխանությունը մեղք չունի նրանում, որ Հայաստանը զինված չի, ընդհակառակը ապա զինված է։ Բա այդ ինչու՞ է Ալիևը մեղադրում Հայաստանին, որ ասում է ձեր նոր ձեռք Մի րոպե, վերած եթե զենքերը ինչ մի րոպե ավարտեմ։ Ասում է ձեր բայց ինչ զենքեր են բերել, որ ասում է հետ տվեք կամ տվեք մեզ։ Այդպիսի բան չկա, բացառված է, որ Ֆրանսիան ուզենա ռազմաբազա բերի Հայաստան, զորքեր բերի Հայաստան, իսկ Ֆրանսիան ուզում է դա։ Ֆրանսիան ուզում է տանի Ուկրաինա, ինչ չի տանում։ Չէ, այստեղ լրիվ ուրիշ խնդիր է Ուկրաինայի հետ զուգահեռներ մի տարեք։ Հայաստան հանգիստ կարող է բերել։ Եվ որովհետև իր անմիջական շահերից է էլի բխում եւ ինքը Ուկրաինա էլ կարող է տանել։ Ինքը Ուկրաինա էլ կարող է տանել։ Ուկրաինայում Միացյալ Նահանգների խնդիրը կա։ Եվ ով է ասում, որ չի տանելու, կարող է եւ տանի, եւ այդ խոսակցությունը կա եւ պլանավորում կա, Ով որ ասեց, տանի։ որ այստեղ Ֆրանսիան խնդիրներ։ Ուկրաինայի վիճակը այնպեսին չի, Ով որ ասեց, որ Կիևը Ֆրանսիան ընկնում է։ այստեղ խնդիրներ, այդտեղ Միացյալ Նահանգները կա, այստեղ Ռուսաստանը կլինի։ Ռուսաստանի հետ արդեն իսկ Ֆրանսիան կոնֆլիկտ ունի։ Միացյալ Նահանգները Ֆրանսիայի դաշնակիցն է։ Ֆրանսիան չի ցանկանում Միացյալ Նահանգների գծին շատ կտրուկ հակառակ գործողություններ անի եւ խելացի է վարում Ֆրանսիան։ Հիմա Իսկ ասեմ, եթե Պուտինը զանգի Թրամփին եւ Թրամփն էլ դեմ լինի, այստեղ զորք բերել։ իսկ եթե Պուտինը զանգի Մոնղոլիայի պրեզիդենտին եւ Մոնղոլիայի պրեզիդենտը ասի, որ եղանակը վատել ավելի Բորիս։ Մոնղոլիայի պրեզիդենտը արդյոք Ղազինյանն է զբաղվում։ Ես չգիտեմ ով ինչ է զբաղվում։ Ես ձեր հարցին պատասխանեմ։ Ես երկիրը կտանեի ինքնապաշտպանության կազմակերպման ուղով, արմատախիլ կանեի դավաճանական գաղափարախոսությունը այս երկրից, կմոբիլիզացնեի ամբողջ հասարակությանը եւ կպատրաստեի պաշտպանողական պատերազմի, որովհետեւ հարցակման պարագայում լիներ դիմադրություն, ոչ թե այսպես չդիմադրություն։ Ոնց եք արմատախիլ անելու դավաճանական մոտեցումը։ Սպանելու եք մարդ։ Էդ էլ թող իմ ինտիմ գաղտնիքը մնա Բորիս։ Չէ, ինչի սպանել։ Ուրասեք ինտիմ ուրիշ բան եմ մտածում այդ մարդկանց։ Այդ բառը ձեր մոտ միայն դրա հետ է ասոցացվում։ Ինչ եք անելու այդ մարդկանց։ Սպանելու եք։ Չէ, ինչի սպանել։ Ինչի սպանել։ Բռնությունը շատ վատ բան է Բորիս։ Բա ոնց եք վարվելու։ Դե գաղափարախոսությունը արմատախիլ կարելի Իսկ անել։ ովքեր են դավաճանական գաղափարախոսության կրողներ։ Ձեզ ովքեր են։ Չգիտեմ, դուք ասեք։ Դե եթե դուք չգիտեք, Բորիս, եթե դուք չգիտեք, ես էլ չգիտեմ։ Ես ձեր գաղափարները չեմ կիսում։ Ձեր համար ովքեր են դավաճանական։ Շատ զարմանալի կլիներ, որ դուք կիսեիք իմ գաղափարները։ Օրինակ, եթե ինձ հարցնեիք մի տարի առաջ, ձեր մոտեցումներն էլ դավաճանական կլինի, բայց հիմա Ո՞ր մոտեցումները Բորիս։ Այ էս մոտեցումները։ Էս ո՞ր մոտեցումները։ Այն որ ճանապարհով որ Հայաստան ուզում եք տանեք։ Այսինքն ինքնապաշտպանություն, Դե ֆրանսիական ինքնապաշտպանություն զորքեր, չէ, դեպի արևմուտք։ հա, դա դավաճանություն է։ Այ իհարկե։ Իսկ ես կարծում եմ, որ ձեր մոտեցումները Որովհետև Նիկոլն է դավաճանություն տանում։ ռուսական Նիկոլն էլ նույն բանը անում։ Նիկոլը նույն բանը չի անում։ Նիկոլը ընդհակառակը մնում է Ռուսաստանի եւ ռուսական ծիրում եւ որևէ կերպ չի գնում դեպի արևմուտք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Կհանդիպենք 2026 թվականին ձեզ հետ։ Արդեն որոշեցիք մի տարի հետո լավագույնս հրավիրել։ Որովհետև գալիս եք տարին մի անգամ այնքան բացական էմոցիաներ։ Ուզում եք դրական բաներ ասեմ, Բորիս։ Ասեք։ Մի քանի օրից կլինի արև, եղանակը լավ կլինի, սրճարանները կլցվեն։ Տեսեք, անգամ այստեղի կատվությանը չեք տիրապետում, վաղն էլ արև լինելու։ Վաղը։ Այո։ Դե կարող է վաղը արև լինի, Սուրենյանն բայց ասում է, ընդհանրապես մի քանի օրից հաստատ կլինի արև, չէ։ Շնորհակալ եմ, պարոն։ Ամառ։ Մի քանի օրից ամառ դժվար է լինի։ Չէ, ոնց մի քանի օրից չի լինելու։ Մի քանի ամսից։
Մի քանի ամիսը, մի քանի օր չի։ Ձեր չափման բաներ Օր չէ, ամիսները օրերից չեն բաղկացած, Բորիս, դերեք չեք։ Դե կարող եք ասել մի քանի ժամից կլինի ամառ, Չէ, դա մի քիչ շատ կլինի։ մի քանի վայրկյանից։ Հարգելի հեռուստատեղներ, ինչ մի քանի րոպեից կլինի ամառ, ես հաջողություն եմ մաղթում պարոն Մարտիրոսյանի, շատ հետաքրքիր է իր այդ հանդիպումները, ես շեշտում զրուցում եի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ, տեսություն կհանդիպենք։